Պարոն վարչապետ, օրեր առաջ Եվրամիության քաղաքականության ընդլայնման հանձնակատարի գրասենյակից մեզ փոխանցել էին, որ Հայաստանին ուղղվող աջակցությունը զգալիորեն մեծանում է եւ ոչ մահաբեր սպառազինությանն է ուղղվելու։ Նաեւ նշվել էր, որ Եվրամիության բրիգադը վերաճելի է ճամբարի։ Ինչ է սա նշանակում եւ ձեռք բերվելիք անվտանգության միջոցները ինչ են իրենցից ներկայացնում, սա արդյոք կտա պատասխան այն մտահոգությունը հնչեցնողներին, ովքեր խոսում են Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների դիսբալանսի մասին, եւ մի առաջարկ կարծես ձևակերպեմ, հանրային ռադիոյին տված հարցազրույցներում մի շարք երիտասարդներ նշում են, որ կարիք կա կուտակային կենսաթոշակից որոշակի սահմանաչափ վերցնել բնակարան ձեռք բերելու կանխավճարի համար եւ նրանք նշում են, որ եթե այս մեխանիզմով հնարավոր լինի հիմա բնակարան ձեռք բերել, կունենան ապահով ծերություն։ Սա որպես առաջարկ եւ խնդրեմ ձեր դիտարկումը։ Այդ հնչեց, ես հույս ունեմ մեր փորձագետները կգնահատեն այդ առաջարկը եւ դիրքորոշում կձևակերպեն, ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, Եվրամիության հետ մեր գործընկերությունը զարգանում է, խորանում է, դուք գիտեք, որ խաղաղության եվրոպական գործիքից արդեն 2 անգամ մենք աջակցություն ենք ստացել, եւ այդ թվում անվտանգության ոլորտում մենք բազմազանեցման քաղաքականություն ենք վարում եւ ձեր նշածը այդ քաղաքականությունների շրջանակում է։ Շնորհակալություն։ Ավելի մանրամասն չեմ կարող ասել։